Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Հունիսի 10-ից 12-ը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքային այցով Բրյուսելում էր։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության եւ ՄԱԿ-ի փախստականների գործերով հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Կայացել է ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը։ Հունիսի 10-ից 12-ը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքային այցով Բրյուսելում էր։ Այցի շրջանակներում նախարար Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրամիության հանձնակատարների եւ Բելգիայի թագավորության ոլորտային նախարարների հետ։ Արփինե Սարգսյանի հանդիպումների առանցքային թեմաները ամփոփել ենք մեկ տեսաշարում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Բելգիայի թագավորության անվտանգության եւ ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենի հետ։ Ողջունելով Արփինե Սարգսյանին, Բեռնար Քվանտենը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, ընդգծելով դրանց ամրապնդման ու շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Անվտանգության եւ ներքին գործերի նախարարը վերահաստատել է Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համագործակցություն ընդլայնելու Բելգիայի պատրաստակամությունը։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար շնորհավորել է նախարար Քվանտենին պաշտոնի նշանակման կապակցությամբ։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը, կառուցվածքը, ինչպես նաև ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնավորապես ոստիկանության ոլորտում։ Միգրացիոն քաղաքականության շրջանակում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ներկա փուլը եւ ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունները, ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։ Կողմերը քննարկել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ համագործակցված պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման եւ փորձի փոխանակման հնարավորությունները։ Բելգիայի անվտանգության եւ ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենն ընդունել է Երևան այցելելու Արփինե Սարգսյանի հրավերը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման եւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման նպատակով կապի սպաների ներգրավման անհրաժեշտությունը։ Կողմերը վերահաստատել են նախարարությունների միջև փոխայցերի կազմակերպման, ինչպես նաև փրկարարների եւ ոստիկանության ծառայողների վերապատրաստման ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը։ Հունիսի 10-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտակոսի հետ։ Մարտակոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտակոսը հետաքրքրվել է ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելով։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության համար, ապա մանրամասնել ներքին գործերի նախարարության եւ դրա ենթակա ստորաբաժանումներում ընթացող համապարփակ եւ համակարգային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ դրանց վերջնարդյունքը։ Հանձնակատար Կոսը դրական է գնահատել ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման ընթացքը։ Քննարկվել են նաեւ աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում փրկարար ծառայության արդիականացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման ոլորտում Հայաստանի կողմից վերջերս ընդունված նոր ռազմավարությանը։ Կողմերը մտքեր են փոխանակել ներկայումս բանակցվող կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերի ընթացքի մասին, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 7 միլիոն եվրո։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին հանդիպել է Բելգիայի թագավորության, Ապաստանի, միգրացիայի եւ սոցիալական ինտեգրման խոշոր քաղաքային քաղաքականության նախարար Աննելին վան Բոսյուին։ Աննելին վան Բոսյուն ողջունելով Արփինե Սարգսյանին կարևորել է հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ քայլերը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար ընդգծել է, որ Բելգիայի թագավորության հետ գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում։ Արփինե Սարգսյանը ընդգծել է նոր ֆլամանական դաշինք կուսակցության կարևոր դերակատարությունը հայ-բելգիական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ Հայաստանի քայլերը, ինչպես նաեւ նոր կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստեղծման եւ ռազմավարության մշակման ոլորտում իրականացվող
իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Անելին Վան Բոսյուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի իրականացման, բիոմետրիկ համակարգի, ինչպես նաև սահմանային կառավարման նոր էլեկտրոնային լուծումների ներդրման ոլորտում փորձի փոխանակման հարցերում։ Քննարկվել են նաև անօրինական միգրացիայի, փախստականների իրավունքների պաշտպանության և ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Ակտիվացնել ոստիկանության համակարգի 4 հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը հանձնարարականը տրվել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից օպերատիվ խորհրդակցության ընթացքում։ Գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծելով կրթական հաստատություններում հանցավոր դրսևորումների կանխարգելման անհրաժեշտությունը և մատնանշել, որ դպրոցահասակ երեխաներին առատավորող վարքագծից զերծ պահելու նպատակով պետք է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ ամենօրյա ռեժիմով։ Հունիսի 6-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին, անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ վարքի դրսևորումները։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել ոստիկանության համակարգի 4 հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը հանցավորությանն առավել օպերատիվ հակազդելու նպատակով։ Արփինե Սարգսյանն անդրադառնալով ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին հակազդելու միջոցառումներին, կարևորել է դրանց պարբերական իրականացումը հանրապետության ողջ տարածքում։ Արփինե Սարգսյանը մատնանշելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքները հանձնարարել է կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներն իրականացնել ամենօրյա ռեժիմով դպրոցահասակներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով։ Ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անդրադառնալով առանձին հանցատեսակների և հասարակական կարգի պահպանությանը այդ ուղղություններով տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա են դարձել ու դիտարկվել տարբեր հարցեր։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմին։ Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին, ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ ներառական, հարմարվողական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը։ Արմեն Ղազարյանը կարևորել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ նախաձեռնություններում, ընդգծելով մի շարք նախաձեռնություններ։ Կայացել է ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 8 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայական քննության նյութերն ու եզրակացությունները։ Նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը։ Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Համակարգում կարգապահության և բարևարկության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է։ Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցել են փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը և ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 8 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց, ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում, իսկ 3 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժերը։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության և ՄԱԿ-ի փախստականների գործերով հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ինչը փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ համագործակցության արդյունքներից մեկն է, և փրկարարծառայությունը պատրաստակամ է շարունակել համատեղ աշխատանքը, գնահատելով միջազգային փորձի փոխանակման կարևորությունը։
Հունիսի 5-ին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության եւ Հայաստանում միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը եւ Հայաստանում փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին։ Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ համագործակցության արդյունքներից մեկն է եւ փրկարարծառայությունը պատրաստակամ է շարունակել համատեղ աշխատանքը, գնահատելով միջազգային փորձի փոխանակման կարեւորությունը։ Մոնիկա Սանդրին իր հերթին նշել է, որ այս հուշագիրը եւս մեկ կարևոր քայլ է ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի պատրաստվածությունն ու արձագանքման կարողությունները ամրապնդելու ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը ի նպաստ մարդկանց պաշտպանության եւ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների բարձրացման ուղղությամբ։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուծկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 պատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկից 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Եվ թողարկման այս հատվածում առաջարկում եմ դիտել անցնող շաբաթվա քրեական դեպքերի ամբողջական պատկերը ամփոփված մեկ տեսաշարով։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ։ Հունիսի 4-ին ժամը 16-ի սահմաններում մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված մակարով ատրճանակ, ընդ որում մեկ փամփուշտ էլ փողում։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Լևոն Խեչոյան փողոցում գտնվող իր փաստացի բնակության վայրին կից ավտոտնակի հետնամասից երիտասարդը ներկայացրեց եւս մեկ մակարով ատրճանակ, Կալաշնիկովի 3 ինքնաձիգ եւ 2 նռնակ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ծանր հանցանքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա մի քաղաքացի պարբերաբար գալիս է Հայաստան եւ կատարում բնակարանային գողություններ։ Տեղեկություններն իրացվեց Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի քրեական ոստիկանների հետ։ Հունիսի 9-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում Սևան քաղաքի մի բնակարանից գողություն կատարելուց անմիջապես հետո 63-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած Mercedes-ով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։ Նրա մոտ հայտնաբերվեցին արծաթե եւ ոսկե զարդեր, կողպեկ բացելու հատուկ հարմարանք, տարբեր արժույթի թղթադրամներ։ Տղամարդը խոստովանեց, որ բնակարանային գողություններ է կատարել նաեւ անցած տարվա նոյեմբերի 15-ին եւ այս տարվա ապրիլի 4-ին Վանաձորում, հունիսի 2-ին Վաղարշապատում, մի քանի օր առաջ էլ կրկին Վանաձորում։ Կազմված փաստաթղթերն ու 63-ամյա տղամարդը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին Գանգրահեր տղայի այգու տարածքում նկատել են կայանված Տեսլա Մագնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը։ Ոստիկաններն անմիջապես մոտեցել են։ Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ էր, որը ենթադրաբար լցված էր թմրանյութով։ Տարածքը վերցվեց հսկողության տակ, իսկ հետագա գործողություններով ոստիկանների ենթադրությունը հաստատվեց։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կասկածելի վարք դրսևորած Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց, իսկ նրա նետած տոպրակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 60 փաթեթ լցված թմրամիջոցի նմանվող բուսական ծագման կիսակոշ զանգվածներով։ Դրանց ընդհանուր քաշը 125 գրամ էր։ Նշանակվել է փորձաքննություն։ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա վարած Տեսլան պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։